համբերատար սպասում էի իմ հերթին, որովհետև դուք շատ հարցերի պատասխան կառավարության ծրագրի տեսանկյունից ներկայացրեցիք բավականին ծավալուն զեկույց եւ կատարված աշխատանք, դա անհերքելի, դա աշխատանքը, որը տեղի ունեցել նաեւ ազգային ժողովի մասնակցությամբ, մեր համատեղ համագործակցությամբ, կառավարություն, ազգային ժողով, օրենսդրական բազա է ստեղծում եւ այլն, բայց շատ պարզ է, որ հետաքրությունը կատարված աշխատանքների նկատմամբ, թե ինչ է կատարված, մնում է հետին պլան, երբ որ վաղը ինչ-որ մի փողոցում, ինչ-որ խմբեր մեկ էլ ի հայտ են գալիս զենքերով, սկսում են իրար վրա կրակել։ Բնական հարց առաջանում, թեկուզ մեկ կրակոց, մեկ կյանք, իհարկե թվերը փոխվել են, բայց մեկ կյանքն էլ պետք է մենք այնպես անենք, որ այդ կյանքի իրավունքը ոչ մեկը չկարողանա խլի։ Հիմա նախկինում կային բավականին նենց ազդեցիկ մարդիկ, որոնք ունեն զորքեր։ Նախկինում դա կոչվում էր սափրագլուխներ։ Մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցներից մեկը, տիկին նախարար, ես խնդրում եմ, այս մասը շատ կարևոր է, զեկույցներից մեկը ներառված էր, թե ինչպիսի ուժեր են ներգրաված եղել այդ ընթացքում եւ այդ զեկույցի մեջ ներառված էր ցանկ։ Այդ ցանկի մեջ ներառված էին թե ովքեր համազգեստ են ստացել եւ ինչ են ստացել, որպեսզի այդ համազգեստի տակ թաքնվեն եւ կատարեն կոնկրետ գործողություններ։ Հիմա քննությունը գնացել է այդ ուղղությամբ զեկույցներ իրանց ճանապարհը հարթել են, գնացել են եւ այլն։ Դեռ կոնկրետ անուններ էր, բայց 18 թվականից հետո սկսած Էրեբունից ամենաշատ այդպես զորք ունեցող տղերքի, այստեղ տիկին պարոն Մանուկյանը ասեց ինչ որ գողական բանսես բաներ, գողական բառը դնենք մի կողմ, մեծ ազդեցություն ունեցող, լիցենզիա ունեցող, մարդկանց խմբեր պահող, զինված։ Այդպիսի համակարգ մենք տեսել ենք, հիմա չկան իրանք, թաքնված են, բայց ինձ սարսափեցրեց աջակնյակում, երբ որ թաքնված խմբերը մեկ էլ հայտնվեցին։ Խնդիր է, չէ՞։ Հիմա ասում են ինչի կադրային փոփոխություն արիք, լավ եք արել։ Ես կարամ ասեմ, պարոն Մանուկյան, 90-ականներին, երբ որ ես 1 տարի պաշտոնավարել եմ ներքին գործերի նախարարությունում, որպես փոխնախարար 2700 կադրային փոփոխություն արել։ Շատ մեծ թիվ է, հիմա ոչ ոք չի հիշում դա։ Չէ, այդ ուրիշ էտապեր ինձանից հետո է, մի մտի այդտեղ։ Հիմա սա հարցը հետևյալն է, իհարկե փոփոխությունն են դինամիկ, նպատակային եւ թիրախային։ Դա ողջունելի է, դուք անում եք դա եւ ոչ ոք չի կասկածում, որ ձեր հետեւողական նաեւ արտադրության նախարարությունից այդ անցումները դեպի ներքին գործերի նախարարություն տվել է այն համակարգի պատկերացումները, որի բարեփոխումները կառավարության ծրագրով նախատեսված են։ Մենք դի շարունակենք, հիմա նախընտրական տարի է, դա ավելի խիստ է լինելու։ Ես մինչև նիստը սկսել եմ ձեզ ասեցի, ամենամեծ թիրախավորումը լինելու է ներքին գործերի նախարարությունը։ Այդպես եղե միշտ։ Նորմալ է դա։ Դա նորմալ է, բայց նորմալ կլիներ, եթե մի քիչ էլ անկեղծ լինենք այն առումով, որ թիրախավորելուց լինենք ճիշտ սուտ չխառնենք, հա, իրականության հետ։ Այո, պայքար կա, բայց այդ պայքարի մեջ կա նաև այն ծրագրի տեսանելին, որ այսօր էլ Հայաստանը ամենաապահով երկիրն է, ինչքան ուզում է 4 կողմը ինչ որ է, ապահով է մեր ժողովրդի համար, այստեղ ներքին կայունությունը, դեռ ասում եք միջազգային, ուրեմն ուսումնասիրությունները, դա ճիշտ է։ Բայց դրա համար էլ մենք այսպես մեր երեխաները, մեր աղջիկները հատկապես երեկոյան փողոց են դուրս գալի եւ հանգիստ նաև վերադառնում են իրենց ընկերների հետ շփումներից հետո մշակութային օջախները այցելուց հետո ոտքով գալիս են տուն։ Դա խոսում է Հայաստանի վիճակի մասին։ Ես այդ առումով կարծում եմ, որ կառավարության ծրագիրը, որը դրված էր ոչ միայն անցնել նախարարության, որտեղ ամենակարևոր խնդիրը վերահսկողության տեսանկյունից, որ որոշում կայացվեց, որ ոստիկանությունը դառնա նախարարություն։ Այդ նախարարությունը տվեց հնարավորություն կատարել այն բոլոր 4 սենասյունների ստեղծումը իր դարձնել իրականություն, որոնք ժամանակ է պահանջում ներդաշնակման եւ այլն։ Ես կարող եմ հարց տալ, թե մյուս ուժային կառույցների հետ մենք ինչ համագործակցության եզր ենք, որտեղ առանց մյուսների հնարավորությունների, քանի որ մեր մոտ իրականություն չի դարձել գաղտնալսման հնարավորությունը տիկին նախարար։ Եվ ես ասեմ, որ մի քանի օր առաջ ես ակադեմիայում էի եւ ակադեմիայում հիշեցի, որ անդադ, չգիտեմ, ձեր հետ գնացել եմ, այդ խոստումը տվել ենք միասին լողավազան ունենալու փակ։ Այս 26 թվականին, եթե ունենանք այդ հնարավորություն, այդ խնդիրները բերեք լուծենք, դրանք մեծ բաներ չեն, բայց որակ է այնտեղ ուսանողները, ել չեմ ասում նոր ուսանողների կորպուսը ինձ հիացրեց, որ այդ ծավալի աշխատանք է կատարվում։ Բայց այդ կորպուսը հենց այնպես չի եղել։ Արգիշ ջան, մի օր իմ հետ կգաս, այնտեղ փայլուն բան է։
որտեղ երբ որ այդ պայմաններում, հա, սովորողը բան է անում, պայմանը նաև ազդում է իր կրթության որակի վրա։ Տիկին նախարար, այսօրվա մեր հանդիպումը ձեր հետ կառավարության ծրագրել եմ իմ մտահոգությունները տեքստի եմ վերացել քրեատիվ վիճակի մասին եւ ես ուրախ եմ, որ ներքին գործերի նախարարությունը իմացա, որ նաև ակադեմիայի դասախոսական կազմը լծված է այդ գործին, պարոն Մուրադյանի հետ ասեմ ձեզ, ես հաճույքով շփվում եմ, ոչ միայն ձեր հետ, ձեր կողքի փոխնախարարի հետ առավել եւս, դու էլ բայց ինչ որ է, բայց մենք ունենք այդ նպատակը, ունենանք այդ ռազմավարությունը, դրա համապատասխան ծրագիր։ Ես համոզված եմ, որ լիագումար նիստում էլ, եթե ելույթ չունենամ, ես համարեք որպես կատարված աշխատանքի, համատեղ աշխատանքի գնահատական, թերություններ կան, դրանք կվերացվեն, բայց որ անկեղծ ենք մեր նշած վիճակագրության հանդեպ, դա փաստ է, որտեղ միշտ ուժային կառույցները ունեցել են այսպիսի բան, թաքցնեն իրենց տարածքում տեղնոցած հանցագործություն, որտեղ դուք շատ երիտասարդ եք, պարոն Ղազարյան, օրինակ Կոտայքի մարզում եթե մարդ էին սպանում, գիշերը ոստիկանները տեղափոխում են մեկ այլ կողքի բաժին, որպեսզի այդ իրանց վրա չմնա։ Եղել է այդպիսի պատկեր, երբ որ 90-ականների խնդիր դրեցինք, դա չի ազդելու ձեր առաջ խաղացման վրա, բացահայտում արեք։ Բայց մեկը այդ խնդիրը մնում է, այսօր մենք արդեն այդ խնդիրը չունենք, կա հանցագործություն, պետք է բացահայտենք։ Հիմա բացահայտման վիճակագրությունը ինչ տեմպերով որտեղ պետք է հայտնվի, Տատանի դահլիճից հետո թե մինչև այդ, այստեղ մենք ունենք խնդիր, որտեղ իրական պատկերի գնահատման հնարավորություն տնօրինք։